Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք այս պահին ուղիղ հեռարձակում ենք իրականացնում Էջմիածնից, նշեմ, որ ես Էջմիածնում եմ բնակվում եւ երբ գալիս էի դեպի Երևան աշխատանքի, ճանապարհին տեսա, որ ամբողջ քաղաքը կաթվածահար է եղել եւ այստեղ մեծաթիվ ՊՊԾ ծառայողներ կան եւ նաեւ ոստիկաններ պարզվեց Փաշինյանը գալիս է թիվ 6-րդ մանկապարտեզի վերանորոգման բարև ձեզ Փաշինյանն է այցելում այսպիսի անվտանգությանը ինչպես եք վերաբերում որ այսպես տեսեք մեծաթիվ ՊՊՑ ծառայողներ են, մեծաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհները կաթվածահար։ Մենք ունենք ունեցել ենք Դեմիրճան, որ ինքը մանայել առանց որևիցե տեխնապաներին եւ առանց որևիցե ասենք օրգանի աշխատողների համար։ Եթե ինքը ինչ որ ամեն ինչ անում է հայ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, ուրեմն նա պետք է ինքը մենակ ինքը մտնի բոլոր ժողովրդի մեջ եւ հարցումները երբ որ տալիս է ժողովուրդը ոչ թե սուտ բարերով փոխանցել, այլ ճշմարտությունը մեր այսօրվա 18 տարեկան երեխաները երկու հոգի եկեղեցում գնացել են պատարակի, գնացել են տախտազարդի եւ ինչ որ հրմշտունքով վեր են կալել բան են անում, երբ որ մարդը պետք է վերջի զանգ գնա ինքը շատ դժվար է, շատ ցավալի է մեր ջահելը։ Պապանի չա այսօր հանձնարար է քեզի։ Որ մարդասպան խնդրեմ, որ ասում էի, տեսեք, խնդրեմ, Փաշինյանի ախրանայի եւ ոստիկանների հետ կանգնած տիկին առավոտվանից ինձ հետապնդում է, որպեսզի իմ մասնագիտական գործունեությունը չիրականացնի։ Ճշմարտությունը մեկ հատ է, երբ որ երիտասարդը ճշմարտություն ասի։ Այո, մենք ունեցել ենք Վազգեն Սարգսյան եւ ունեցել ենք Դեմիրճան, որ աշխարհը չի ունեցել, բայց այսօր ցավում ենք ամեն ինչի համար, մեր ապրած կյանքի համար, մեր դառը կյանքերի համար, ճշմարտացի։ Ես հորդորում եմ, որպեսզի Փաշինյանը ում աջակիցները, չնայած կարող են այստեղ ոստիկանները ստուգել, օրինակ Սթափեր թե չէ, իմ մասնագիտական գործունեությունը պարբերաբար փորձում է խոչընդոտել, հիշեցնի, որ դա քրեորեն պատժելի հանցանք է, եթե ոչ այս իշխանության, ապա հաջորդ իշխանությունների ժամանակահատվածում պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե Փաշինյանը կարող է գնալ եկեղեցի եւ քաղաքական գործունեություն իրականացնել, ապա որպես լրագրող ես կարող եմ գալ այստեղ եւ լուսաբանել, թե ինչպիսի մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ է ժողովրդին սրտիկներ եւ պաչիկներ ուղարկող Փաշինյանը գալիս մանկապարտեզ։ Շեշտում եմ մանկապարտեզ, որտեղ ծնողների մուտքն արգելված է միայն երեխաներն են։ Փաստորեն Փաշինյանը վախեր անգամ մանկահասակ երեխաներից ունի։ Ու քիչ առաջ տեսակ հերթական անգամ Փաշինյանի այսպես կոչված աջակիցը վաղ առավոտից այստեղ ՊՊՑ-ի տղաների եւ ոստիկանների հետ կանգնած է, երևի 3 դրա համար էր Փաշինյանն ասում ՊՊՑ աշխատակիցներն են ինձ վրա ուժ կիրառել, դե դա է էլի։ Խնդրեմ Նիկոլ Փաշինյան, երբ քեզ խնդրեմ, երբ Նիկոլ Փաշինյանին 3 ուղիղ դեմքին ասում էի փաստերով, հիմա էլ փաստերով ցույց եմ տալիս։ Նշեմ, որ ես Էջմիածնի բնակիչ եմ եւ Երևան գնալու ճանապարհահատվածին տեսա թե այստեղ ինչ է կատարվում, ավելի մոտենալ չեմ կարող, որովհետև այստեղ ՊՊՑ ծառայողները ինձ հորդորեցին մանկապարտեզից հեռավորություն պահել, ասացին, որ մանկապարտեզում տեղի ունեցող միջոցառումը լուսաբանման ենթակա չի, լրագրողների համար չի։ Հիմա մոտեցնեմ, տեսնեք ովքեր են այստեղ գտնվում։ Տեսակ հերթական անգամ փորձ էր արվում խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնեմ, քրեորեն պատժելի հանցանք է։
Դուք տեսնում եք Արմավիրի մարզպետը, Էջմիածնի քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը, հետաքրքիր է, որ Արգիշտի Մեխակյանը պատրաստվում է վերաբացել այն մանկապարտեզը, որը վերանորոգվում էր նախորդ քաղաքապետի ժամանակահատվածում։ Դու ամենտեղ կաս։ Շնորհակալություն։ Այստեղ Փաշինյանի աջակիցները իրենց հասցեները տալով անցնում են առաջ։ Հա, իրենց չէ մոտիկանը։ Իդեպ Փաշինյանը այդպես էլ չհրապարակեց Մասիսի իր նշած կադրերը, դե պարզ է նրա համար չհրապարակեց, որ այդպիսի կադրեր գոյություն չեն կարող ունենալ, ես Մասիսում վերջին ժամանակահատվածում չեմ եղել։ Ամեն դեպքում, եթե տենց Փաշինյանը ունի կադրեր, նշեմ, որ այստեղից ես առաջ շարժվել չեմ կարող, ոչ միայն ես, թույլ չեն տալիս, քանի որ Փաշինյանն է գալու։ Լրագրողների մուտքը թույլատրված չէ, քանի որ ըստ ՊՊՑ ծառայողների սա լուսաբանման ենթակա միջոցառում չէ։